Բարի գալուստ Սրբազան, դուք հիմա գտնվում եք Կալանավայրում, այնպես որ շատ տարբեր չի, ուղղակի մի քիչ ծով կա, կանաչ կա։ Սրբազոնը Սրբազանի կեցավայրն է, որտեղ ավելի քան 2 ամիս Բագրատ arczepiskopos Գարստանյանը տնային կալանքն է անցկացնում։ Փաստաբանների հետ ասուլիս է հրավիրել ներկայացնելու ուշագրավ փաստեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով փորձագետների ու Հայաստանի կառավարության հաղորդակցությունից։ ՄԱԿ-ի փորձագետները կառավարությանը հարցադրումներ են ներկայացրել, հետևելով մեր իրենց հետ գրագրությանը, բավականին սուր հարցադրումներ մի քանի կետով, թե ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ 2024 թվականի հունիսի 12-ի ոստիկանական բռնությունների այդ գործով քննության վերաբերյալ, ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ ահաբեկչության հոդվածը ձևախեղելու եւ անձանց քաղաքական նկատառումներով այդ հոդվածով հետապնդելու մեր կառավարությունը հուսափողական բնականաբար պատասխաններ է տվել։ ՄԱԿ-ի փորձագետները ասում են մի հատ ընդհանուր գնահատեք, էլի, այս ինչ են ձեզ, այս ինչու են ձեզ մեղադրում։ Հունիս 12 եւ 18 արդարների գործ։ Հունիսի 12-ի մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մոտապես հետեւյալն են։ Ասում են, այդ մենք չէինք բռնություն գործադրում, այդ բռնարարները ցուցարարներն էին։ Ու որպես բռնարարության ամենացայտուն օրինակ ներկայացնում են Բագրատ Սրբազանի խոսքը, այն մասին ասում է, գրում են կոչ է արել հանել սաղավարտները ոստիկաններին։ Բացում ենք, ինչ է ասել իրականում, ասում է տղաներ, կարիք չկա սաղավարտ կրելու, որովհետև այստեղ ձեզ ոչինչ չի սպառնում։ 2024 թվականի հունիսի 12-ից 2 տարի է անցել, բայց կառավարությունը չի պատասխանել, ինչու կիրառեցին լուսաձայնային նռնակ, ով է տվել հրամանը։ Իրավապահներից ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել նռնակի պայթյունների հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների համար։ Պաշտպանները փաստահավաք գործունեություն են սկսում հունիսի 12-ի վայրագություններից տուժած քաղաքացիների պատմությունների հետքով։ ՄԱԿ-ի փորձագետներին լրացուցիչ փաստեր, իսկ կառավարության ներկայացրած արդարացումներին հակափաստարկներ կներկայացվեն։ Ասում են, ոստիկանությունը բազմաթիվ անգամներ իրենց սիրելի արտահայտությունն է, օրինական պահանջներ են ներկայացրել, դրան չեն ենթարկվել եւ փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ մտնել հատուկ պահպանվող տարածք։ Մենք ընդհանրապես մի պատասխան ենք տվել սրան ՄԱԿ-ի փորձագետներին, ասենք խնդրում ենք ապացույց ներկայացրեք։ Խնդրում ենք այն ինչը որ ասում եք, տեսեք մենք եթե համեմատենք օրինակ մեր գրածները եւ կառավարության գրածները, գրեթե մեր ամեն նախադասության վերջում կա մի հատ footnote, տողատակ եւ դրված է մեր կատարած պնդումը հավաստող ապացույցը։ Տեսանյութ, լուսանկար, հայտարարություն, բառացի թարգմանություն եւ այլն։ Ինչ է դրած կառավարության պատասխանների տակ, ոչ մի բան, ուղղակի հավատացեք մեր ազնիվ խոսքին բովանդակության շարադրանք։ Իրենց սիրած հորը Սարև։ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում Սրբազան պայքարի դատական գործը եւ մտահոգություն են հայտնում, որ Բագրատ arczepiskopos Գարստանյանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, ահաբեկչության համար մեղադրելը, ազատազրկելը եւ 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Տեսնում եք իշխանական զանազան անկենսագիր մարդիկ խոսում են, չէ, քաղբանտարկյալների մասին, ասելով որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Երբ իրենք Միացյալ Ազգերի կազմակերպության վերջնական եզրակացությունը բերեն, սա չափազանց մեծ ապտակ է լինելու։ Հենց նրան ինչ որ իրենք ասում են, որ որևէ միջազգային կառույց, որևէ միջազգային խոսք չկա այս թեմայով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Թե չէ որ երկրում են քաղբանտարկյալներին դատում որպես քաղբանտարկյալ, չկա այդպիսի բան, չէ։ Անկախ փորձագետների գնահատականները տեղ կգտնեն տարեկան զեկույցում, իսկ արձանագրված խախտումները բացասական ազդեցություն կունենան մեր երկրի վարկանիշի վրա։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։